Մերոնք կետեեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Այսօր այն որ ասում են այնքան բան ունեմ ասելու թեմաներ կան, որոնց մասին կխոսենք։ Սկսած ֆուտբոլից միջև Վովա Փաշինյանի անվան մրցանակ, միջև Տիգրան Ավինյանի հոր արձանը, որ պատրաստվում է երևի Տիգրան Ավինյանը դնել եւ այսպես շարունակ։ Բայց գցենք ամենակարևորից։ Խաղաղության համաձայնագրի կամ պայմանագրի մասին խոսույթից, ինչպես սիրում են ասել, ուրեմն Նիկոլ Փաշինյանը իր նման աստիճանաբար կաթիլ եկավ հասավ մի կետի, հիմա ասում է Ալիև, գործը քունն է։ Մենք մերն արել ենք, մենք սպասում ենք ստորագրմանը։ Աշխարհը ծափ է տալիս, այսպես ասած։ Երեք ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարներ եկել, խոսում էր այդ մասին, բոլորս հասկանում ենք, որ Ադրբեջանի վրա, այսպես ասած, ճնշում են, բանեցնում, որ վերջինը ստորագրի։ Բայց ինչ է իրականում կատարվում։ Աշխարհը ժամանակին մեզ ասաց, Արցախը ձերը չի, սահմանը կամ քարտեզը չենք վերագծում։ Մեր հանցագործ արարածները խաբեցին ժողովրդին, շարունակեցին իբր ժամանակ շահել, վերջում ես կան զոհերի գնով աշխարհը լռեց այդ ժամանակ։ Լռեց, ասաց ձերը չի։ Մեզ լսեիք, չանեիք։ Հիմա երբ այլևս, այսպես ասած, մեր բաժին 29745 քառակուսի կիլոմետրի տերն ենք, աշխարհն ասում է դե ստորագրի, իլամջիկ։ Իլամջիկը այլ նպատակ ունի, հավատացեք ինձ։ Նրան անգամ Արցախը պետք չէր, նրան մեղրու կտորն է պետք։ Այս մեղրու կռիվն է, որ փորձում է Իլհամը տալ, սպասում է հարմար պահի, այսօր չլինի, վաղը կլինի, խաղաղության պայմանագիր կստորագրի, չի ստորագրի, այն կծան շամպես, հենց որ ատամը կտրեց, կծելու է։ Այստեղից հետևություն։ Այդ պայմանագիրը լավ է, թող ասեն, գրեն, նշեն, բարձրաձայնեն, բայց եթե այդ ատամը ջարդելու գործիքը չունեցար, համարժեք, մեկ օր Իլհամը կծիլ տի։ Ահա, սա է իրականությունը։ Սա նշանակում է, մենք պիտի պատրաստենք։ Իմ նախորդ հաղորդման ժամանակ ասացի, Ուկրաինայի պես հզոր երկիրը չկարողացավ այդ տարիներին միջև պատերազմը ստեղծել այնպիսի պաշտպանական համակարգ, մտածել այդ պաշտպանական համակարգի մասին, միայն չասեք, թե ռուսը չէր թողնում։ Հավատացեք ինձ, նրանց ու մեր օլիգարխները նույն աղբնային տարբեր, այսպես ասած, ամաններում, հա, գարշոկներում ռուսերեն, որտեղ կեղտոտում են։ Նրանք նույն կերպ վարվեցին իրենց երկրի հետ, ինչպես մերոնք։ Նրանց ղեկավարությունը նույնպես վարվեց իրենց երկրի հետ, ինչպես մերոնք։ Անունը կար, ամանում չկար։ Խվալա Ուկրաինի գոռում էին, բայց իրականում այդ խվալան իրանց գրպաններ գնում։ Այդ փառքը իրենցներ, իրենք էին վայելում, միջև որ դաժան պատերազմի առջև կանգնեցին։ Ավելին, մեր պատմությունը, մեր հետ, մեր հարաբերություններում հիմի որևէ երկրին չի հետաքրում։ Եթե դուք ու կռիվը չես տալիս, պատմականորեն մի օր գալիս վզակոթին տալիս, տանում են, հետո ասում են այլևս պատմությունը սա է։ Ուկրաինան մեր հետ այդպես վարվեց, երբ Արցախում Ալիևի, այսպես ասած, բաշի բոզուկները իրենց ծև գործն էին անում։ Սա է իրականությունը։ Հիմի մեր խնդիրը այս դասը չմոռանալն է եւ պատրաստ լինել, գիտեք ինչ, ամենևին պարտադիր չի իլուր աշխարհի, չգիտեմ։ Միտեղ մի դետալ է արտադրվում, ուրիշ տեղ մի դետալ։ Ժամերի ընթացքում դա հավաքվում է եւ քո պաշտպանունակությունը դառնում է ամբողջական։ Պապան, մաման, ռուսը կլի, ամերիկացին կլինի, կարևոր չի։ Քանզի նրանք, տեսեք, ռուսը զենքը տվեց, բանալին իր մոտ պահեց կրակելու։ Մեզ դեռ առավ, մենք դրան արժանի ենք, ես սա ցավով եմ ասում։ Մի խոսքով, սա խաղաղության պայմանագրի ու համաձայնագրի հետ կապված։ Հիմա գանք մեր իրականությանը, այդ պայմանագիրը կարևոր է, այնքանով, որքանով ես պատկերացրեցի կամ փորձեցի ձեզ պատկերացում տալ։ Սա է խնդիրը, հավերժ խաղաղություն չկա, չի լինելու։ Հավերժ թշնամիներ էլ չկան։ Բայց պատրաստ լինելը դա արդեն քու երկիրը, քու արժանապատվությունը պահելու միակ երաշխիքն է, մնացածը երաշխիք չէ։ Մոռացեք։
Հիմա գանք հայտնի իրադարձություններին, դրանք շատ են, գանք Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորած Անդրանիկ Քոչարյանին։ Անկեղծ ես Հռիփսիմե Ջեբեջյանին որպես լրագրող հերակա, այսպես գիտեմ, նույնիսկ մեկ անգամ տարիներ առաջ ինձ հետ առավոտում էր աշխատում, հարցազրույց է արել, հավանում էի իր արարքը, գրածը, այս վերջերս մի քիչ ոնց որ Քոչարանոթվեց, Սերժոթվեց, այսպես ասած, այս կեղծ ընդդիմության շարքերը համադրեց, դա իմ կարծիքն է, դա չի նշանակում, որ Անդրանիկ Քոչարյանը կարող է իրեն թույլ տալ կոնտեքստից կտրված ասել, որ Սրբազանը այն որ ասեց, բերանդ մաքրի, դա է։ Պիտի ամբողջն ասել, անգամ եթե չես համակրում կամ չես ընդունում Հռիփսիմե Ջեբեջյանի ասածը, տղամարդը իրեն չպիտի թույլ տար այդպիսի պահվածք։ Այնուամենայնիվ, լավ կլինի իրոք Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրի կամ ամբողջական ասի ինչ ի նկատի ուներ, որ ասում էր բերանդ մաքրի։ Քանզի վիրավորել լրագրողին, վիրավորել կնոջը պաշտոնյայի բաժին իրավունքների մեջ չի մտնում։ Անկախ նրանից ինչքան է ճիշտ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու իրավունք չունի։ Էլ չեմ ասում կնոջը աղջկան վիրավորելու էթիկայի նորմերը խախտելու մասին։ Մի խոսքով, տխուր է, տհաճ է, բայց մեր երկրում սա նորություն չի, ցավոք սրտի։ Իմ նախորդ հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասացի, ոնց որ Թումանյանի անհաղթ ակլորը լինի։ Մի քրտնամխած գրում են դուք, այո, իմասնավորի եք, ճիշտ եք, Նիկոլը անհաղթ է, բայց այ ակլորը կամ հավը դուք եք։ Հայ ես ակլորին համաձայն եմ։ Նիկոլն էլ թող իր տեսակի մեջ անհաղթ մնա։ Տարիներ առաջ գնացի Դսեղ, Թումանյանի տուն թանգարան, եւ տուն թանգարանի դիմացը այդ կերպարներն են։ Մոտեցա շանը Ասիայի շունը ժողովուրդն է, մենք ենք, ժողովրդի խիղճն է, որ իր գդակը այն արդարությունը հետ է ուզում։ Այն կատուն է Լաղվան Հովսեփյանների բանի տեսակներն են։ Այս քաջնազար անպետք արարածն էլ Քոչարյանի, Սերժիկի, Դաշնակցության, այս արարածների տեսակն է։ Սրանք պատահաբար հայտնվում են թամբին ու պղծում ամեն ինչ։ Հետո նայեցի ասի այ Նիկոլ Փաշինյանն էլ այն անհաղթ ակլորն էր։ Անհաղթ ակլորի պատմությունը չեք մոռանում, չէ՞։ Ասում է ոսկի եմ գտել, թագավորը տանում է, սա գոռում է, ծղրտում է։ Փաշինյանի պես թագավորը ինձնով ապրեց։ Ասում է բերեք էփեք, որ ես ուտեմ։ Էփում են կացայի մեջից ծղրտում է, ասում է թագավորին ինձ բաղնիք է կանչել։ Հետո թագավորը կուլ է տալիս, փորից է ծղրտում, թե մութ տեղերով գնում եմ։ Թագավորն ասում է մեկ էլ որ ձեն հանեց զարկեք թրով, զարկում են, փորը պատրում է, էլի ակա դուրս է թռչում ու ծղրտում ծուղրուղու։ Այդպես ծուղրուղու է ծղրտում Նիկոլ Փաշինյանը։ Եվ ցավալիորեն ներքին կյանքում ինքնամոռաց նախկինների սխալները կրկնելու շեմին են նիկոլականները կամ քպականները, ինչպես ասում են։ Մասնավորաբար, պատկերացնում եք, ինչ կարիք կար Նիկոլ Փաշինյանի հաջողանալու համար, ասենք իր հոր անունով ֆուտբոլի մրցաշար են անում Իջևանում։ Դուք ամոթ չունեք, ձեր ինչին է պետք։ Լավ, այն անողն անում է, բան Նիկոլ Փաշինյան, այդ ինչ մի ապե հորս անունը մի հատ ֆուտբոլ, ինչ կապ ունի ձեր հայրը ֆուտբոլի հետ, եւ ընդհանրապես անգամ եթե կապ ունի, ձեր ինչին է պետք։ Այս մանր բարեվարկությունը, որի մասին պարոն Փաշինյանը ախնախտ ակլորի պես ծղրտում է, ասենք, թե երբ որ հակակոռուպցիոնի նախագահ է նշանակում, ասում է ձեր բարեվարկությունն ամենա ընդունելին է, իսկ ձեր բարեվարկությունը, պարոն Փաշինյան, ընդունելի է։ Այդ Մելիք Բեկյանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի բարեվարկությանը ծանոթ եք։ Դուք տեղյակ եք իր կայքով քանի տասնյակ հազար դոլարներ է շինել այն ժամանակ, այդ շինել բարի համար կներեք։ Ինչեր է գրել, ասենք, Արցախի հետ կապված, ինչպիսի հայացքներ է ունեցել։ Այդ մարդուն, որ բերել դրել եք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ,
բարևարկությունից տեղյակ եք։ Ամբողջ խնդիրը սոսկային չէ, որ այդ Մելիքբեկյանը, չգիտեմ, աղջիկ ժբախտերի ինչքան փող է աշխատել, ոնց է կպցրել բան։ Դրա բարոյական նորմերը ընդունելի չի, իհարկե բարոյականություն չկա, բայց խնդիրը ոչ թե ինչ որ մեկի շատ փող աշխատելն է, այլ այս տարիները ցույց տվեց, որ այդ մարդը չի կարողանում կառավարել։ Չեն ընդունում այդ մարդուն։ Չի կարողանում վկա մեր խաղացած ֆուտբոլը։ Ուրեմն ինչ որտեղ ինչ որ բան այն չէ։ Ինչու է եզի համառությամբ այդ մարդուն պահում իր տեղում։ Ինչ է անում նա։ Հասկանում եք, երբեմն, ասենք Արտուր Սողոմոնյան, թե Սողոյան թողիզների, ասենք Փյունիկը, որ ձեռք բերեց։ Արտուրը ռուսական ծիրում աշխատող գործարար է, այդ հերիքեր, որպեսզի երևի այդ մարդուն չսիրեք, բայց որ ինքը ֆուտբոլի նվիրյալ է, ես գիտեմ։ Ես ամենևին չեմ առաջարկում Քավլիցի, բայ Արտուրին բերեք, չէ։ Նվիրյալներին պահեք, ով է, որտեղ է, Բուենոս Այրեսում է ապրելու, չգիտեմ, Պուտինի հարևանությամբ է ապրել։ Եթե նա կարող է ֆուտբոլին պիտային լինել, դուք բերեք, բայց նշանակեք այնպիսի ղեկավար, որ այդ բոլորի համար ընդունելի լինի, որ մենք կարողանանք ֆուտբոլ ցուցանել, ախրամոտ է։ Այնքան կարելի է սեփական քթից այն կողմ չտեսնել, յուրային տնգել են տեղ, յուրային վնասելով մի ամբողջ համակարգի։ Եթե այդ Մելիքբեկյանը այդքան լավ տղա է, ձեր տանը պահեք։ Մի բերեք ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ նշանակեք։ Ֆուտբոլը դա հավաքական խաղ է։ Այնտեղ տղերք են, ովքեր ոչ միայն ոտքերով են մտածում, այլ ուղեղով են մտածում։ Սոսկ ոտքին զոր տվողներ չեն, ճանապարհ անցած մարդիկ են եւ ամեն մի թյուրիմացիան չեն ընդունում։ Արդյունքում ունենում ենք այն խաղը, ինչ ունենք։ Այն մոտեցումները կամ այն միջամտությունները, որ երբեմն այդ Մելիքբեկյանն անում է, երբ մամուլի միջոցով ծանոթանում ես, տեսնում ես, որ իմ ուքուն շարունակվում է։ Այդ իմ ուքուն մեր տունը քանդում է ու մենք շարունակում ենք քանդել։ Մելիքբեկյաններն էլ շարունակում են մնալ։ Թքած ունեք այդ բարևարկության վրա։ Այդ դրա համար անհաղթ ակրորի պես ասում է աղն է կերել մատաղը, երբ իրավիճակը այնպիսին է, օգտագործելով Քոչարյանա Սերժա դաշնակցական այդ համախումբը, թեկուզ իրար հետ հիմա կռվում են, դուք ապականում եք շատ ճշմարտություններ։ Ձեր համար միևնույնն է, ասենք Տիգրան Ավինյանը ինչ է անում։ Մի տգետ քաղաքապետ կամ քաղաքապետարանի աշխատակազմ, ովքեր հատուկ չեն տեսնում, որ փողոցում անգրագետ բարակապակցություն են գրել։ Եվ մի քանի անուղեղներ, ովքերից ասում են վարչապետը ինչ անի, թող գնա տեսնի, գետինը մտնի, կամ միզի այդ ամբողջի տակ Տիգրան Ավինյանն էլ վրեն դրած, բայց չի կանում։ Թքած ունեք, քանզի դուք այնքան ձեր իշխանությունները երբեմն հասել են այսպես էլի ինքնասիրահարվածության այն աստիճանի, որ շարունակությունը կործանարար է։ Եվ դրա համար ընդդիմությունն էլ այսպես կոչված օգտագործում է ամենավատ մեխանիզմները։ Վերջերս Արցախցի այդ տղայի հետ կապված ոստիկանները բռնություն էին կիրառել։ Մի այդ ընդդիմադիր փաստաբանները թութքից, գեմարո կոչվածից հեմարոյի տարապելով ճղում են հետույքները, տեսեք, օրական 1000 տենց երեխա են ծետում մենթերը։ Նորություն է։ Առաջին անգամ են արել, ինչն եք օգտագործում։ Օգտագործում են, որ մի չարություն ավել լինի։ Քանզի Նիկոլ Փաշինյանի ինքնասիրահարված թիմը չի գիտակցում, որ այդ մաներ դետալը, այդ տեղական հայրենասիրությունը կքանդի մեր երկրի տունը։ Քանզի իրենք էլ ինքնասիրահարված են։ Այն ինչ էր Տիգրան Ավինյան էր, ասացի մտածել եք, Հայք Նահապետի արձանը բերեք հանրապետության հրապարակում, թող երկիր մտնողը տեսնի մեր պապը որտեղից է եղել։ Այո, դա է այդ արձանի տեղը։ Բայց վերջերս ինձ ծիծաղով մեկը կատակով ասաց, որ ապեր տենց չի որոշելա իր հայրիկի արձանը դնի Տեսլայով, որ գլուխը հանած ասի համբալն էր, ըտե չկանգնեք, դուք Տեսլա չունեք, ես ունեմ։ Եվ այս միջակությունը հանդուրժող Նիկոլ Փաշինյանը ինչի՞ է հույս կապում, ես անկեղծ չգիտեմ։
Գյումրիում ընտրություններ են տեղի ունենում, ծայրահեղ լարված իրավիճակի, այսինքն ընտրարշավ է գնում, ծայրահեղ, ասում է ասա կողքինդ ով է, ասեմ դու ով ես, այս չափորոշիչը ժողովրդական իմաստությունների շարքից է, պարոն Փաշինյան, կարող է Սարիկ Մինասյանը լավ տղա լինել, բայց կողքը այնպիսի մարդուկներ են արուի և իքական սերի տեսակով ման գալիս, որ գյումրեցիքի այն օր ասում է ածական կպցնող գյումրեցիքի համար ծիծաղելի է։ Են դիմացիներին էլ գիտեն, ով է Վարդան Ղուկասյանը, ինչ եղկսիրի Ռոբերտ Քոչարյանին, ով է են Փեսամիշիկի թերմած երգիչը, ինչ է Ռուբեն Մխիթարյանն ինչ էր, ինչպես է փորձում ամենին սևը սպիտակ ներկայացնել։ Այս ամեն ինչին տեղյակ են, բայց մարդիկ հիասթափված են ձեր նշանակումներից, ձեր պահվածքից, ձեր պատգամավորներից, չգիտեմ, բերում եք նշանակում, տարբեր ամմեղսունակության աշճանի մարդիկ մեկ էլ տեսնում եք պատգամավոր են, մեկ էլ տեսնում եք երեկվա թալանարածը այսօր ձեր թիմից պատգամավոր են, բայց դուք այստեղ խոսում եք մաքուր բաներից, ինչպես ասում են բռնաբարեցիք ձեր որտեղ հաց այնտեղ կաց միտքը որոշել եք դառնաք նոր ասացվածքի հեղինակ։ Երբ որ Ալիևը ձեզ ասում է փոխեք սահմանադրությունը, դուք պիտի Ալիևին հակադարձեք, որ դուք էլ ձերը փոխեք, եթե դա է խնդիրը։ Մի վախեցեք, կռվողը մենք ենք, արդեն ասել եմ։ Եվ այս դեպքում եթե ասացվածք եք ուզում, կարող եք ասել Հայաստանը պիտի առաջնորդվի նաև ակնընդ ականով եւ կամ կեղտոտողի դիմաց պիտի ջրիկ կեղտոտես, որ հոտից խեղտվի։ Ուրիշ ասացվածք չունեք, այդ թշվառ ասացվածքը վերցրել եք, որոշել եք փոխեք։ Սանձել է ուզում հողմերին տարբերակը հիշեք Չարենցի։ Մի մտեք այնտեղ, որտեղից ձեր խելքը չի հասնում։ Եվ այո, սահմանադրությունը այդ որակով, այդ մոտեցմամբ Ալիևյան պահանջով հայ ժողովուրդը չի ընդունելու։ Իսկ եթե չընդունեց, դուք էլ չեք ընդունվելու ու պրծնելու եք։ Բոլորի հաշվարկը դա է։ Դուք տեսնում եք աշխարհաքաղաքական զարգացումները ուր են տանում։ Մեր հարևան ռուսների այդ մատով բզբզելու արդյունքում է Իլհամ Ալիևը մեղրի կտորն ուզում փոխի։ Նրանք երբեք իրենց թաթը չեն ուզում քաշել։ Պատրաստեք այս ժողովրդին ճշմարիտ պայքարի, պատրաստեք մեր ժողովրդին եւ հավատը մի կոտրեք։ Ձեր կնոջ հետ նստեք ձեր խոհանոցում զրուցարեք։ Ձեզ ոչ ոք չի խնդրում եթերում, զրուցանեք մեզ համար։ Շնորհակալ ենք։ Մենք ձեզ ենք վարչապետ ընտրել։ Կամ այս ժողովուրդը ձեզ է ընտրել։ Մի խոսքով մի քիչ վեր բարձրացեք ամեն ինչից, թե չէ այս ամբողջը բումերանգի պես հետ է պտտվելու ձեր գլխին։ Բայց արդյունքում նորից հայոց պետականությունն է վտանգվելու եւ հայ ժողովրդի երազանքներն են խարխալվելու։ Այնպես որ հուսամ էլ այդ սխալները չեն կրկնվի։ Ինչ ասեմ, եթե կկրկնեք դուք, ձեր թիմը, ձեր խելքը, ձեր գործը։ Կհանդիպենք։